Այսպես եմ վերնագրել ժողովրդյան խոսքս, խոսիր օրհնելու համար, այսինքն նպատակդ, որ խոսում ես, վերանայիր, նպատակդ ինչ է, դու ուզում ես քո խոսքով դիմացինին օգուտ տալ, թե եթե ուշադրություն չդարձնես, նույնիսկ կարող է դիմացինիդ մեծ փորձանքի մեջ գցես, եթե սխալ խոսես։ Ես կուզեմ կարդալ նամակը Պետրոսի, առաջին նամակի 5-րդ գլխից 8 և 9 համարները։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին, այսինքն սատանան, գոռոզ այռուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհքիս մեջ են, նույն չարչարանքներն են քաշում։ Հայտնում է, որ դուք թշնամի ունեք, սատանան է, և փնտրում է, ինչ ճանապարհով կարող է քեզ խորտակել, կուլ տալ, այսինքն իր գաղափարներով քեզ առաջնորդել, դառնալ քեզ առաջնորդող։ Նրան հակառակվելը հավատքով կարող ես։ Հավատք, Սուրբ Գիրք ենք կարդում, հավատք նկատի ունի Աստծո խոսքին հավատալով։ Աստծո առաջնորդությունը ընդունելով դու կարող ես հակառակվել սատանային։ Այսինքն այս պայքարը մարդը ունենում է իր մեջ, գաղափարական պայքար, սատանան իր միտքն է տալիս, իր առաջնորդությունը, Աստված իր միտքն ու խորհուրդն է տալիս քեզ, ավետարանի խոսք, Աստված տալիս է ավետարանով, իրենից ուղարկված ծառաներով այդ ամենը, չարը հակառակում է ավետարանին, իր առաջնորդությունը ընդունած մարդկանց միջոցով։ Սատանայի առաջնորդությունը կարող է ընդունել մինչև անգամ հավատացյալը, խոսի բաներ, որ սատանայի կամքն է խոսում, եթե ուշադիր չլինի, եթե արթուն չլինի։ Հավատացյալ, որին որսեց սատանան և նրանով գործում է մյուսներին որսի։ Արթուն կացեք, ասում է, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան գոռոզ այռուծի պես որոնում է, թե ում հնարավոր է կուլ տալ։ Ամենահեշտ տարբերակները մարդկանց գործանելու, դա մարդկանց հակումներն են, ձգտումներն են, փափագները, որ օգտագործում է սատանան։ Առաջին նամակում Հովհաննես առաքյալի առաջին նամակում 2-րդ գլխում այսպիսի խոսք է խոսում, առաքյալը Սուրբ Հոգուց առաջնորդված, 2-րդ գլխի 14-ից 17 համարները կկարդամ։ Գրում եմ ձեզ մանկունք, որ ճանաչեցիք հորը, գրեցի ձեզ հայրեր, որ ճանաչեցիք նրան, որ սկզբիցն է, գրեցի ձեզ երիտասարդներ, որ դուք զորավոր եք, և Աստծո խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարին։ Այսինքն կան հոգևոր տարբեր հասակներ, թեկուզ առաջին քայլերը անող հավատքի մարդ, որ ճանաչել է Աստծուն, իրենց համար խնամ կանող, իրեն սիրող Աստծուն, դա արդեն իրեն համար ապահովություն է, մեծ օրհնություն, սակայն պետք է առաջ գնա։ Երիտասարդների համար ինչ է ասում, դուք հաղթել եք չարին, ինչպես, ինչու, որովհետև խոսքն Աստծո բնակվում է ձեզանում, չարին հաղթել եք, դու կարողանում եք Աստծո խոսքը ձեզանում բնակված ունենալով մերժել չարի միտքը, չարի առաջնորդությունը։ Եվ ինչ լծակներ է գործածում չարը, որ Աստծո խոսքը ունեցողը կարող է հակառակվել չարին։ 15 համարից շարունակում եմ. մի սիրեք աշխարհը, և ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։
Եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն ինչ որ աշխարհումն է, մարմնի ցանկություն, աչքերի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանությունը հորից չէ, այլ աշխարհից է։ Եվ աշխարհը անցնում է եւ նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Բավական պարզ ներկայացնում է։ Քննիր քեզ, քո սիրտը, քո ներքն աշխարհը։ Մի սիրիր աշխարհը, այլ սիրիր քեզ սիրող Աստծուն, որ քեզ համար հոգ է անում։ Եթե հոր սերը քեզանում չէ, կգաս հավաքույթի, դատարկ կգնաս։ Բայց եթե Աստծո նկատմամբ հարգանք, սեր, ակնածանք ունես, դու կարող ես մտածել նրա խոսքերի վրա։ Դատարկ չես գնա այստեղից։ Անպտուղ չի լինի քո այս ժամերը, որ այստեղ ես։ Բայց եթե սատանային հաջողվի մարդու մեջ աշխարհի նկատմամբ սեր արթնացնել, մարդը կարող է էլի գա հավաքույթի, բայց չի կարող մտածել լսածի վրա։ Շատերի, բոլորի չէ, շատերի նկատմամբ նկատվում է իրենց հայացքներում, կարծես շշմած լինի մարդը։ Լսում է, բայց չի կարող հասկանա, ինչ է լսում, չի կարող մտածի։ Մասնակցում է տարբեր ժողովների, խոսում ենք, հարցեր ենք տալիս իր արդեն լսածի համեմատ հարցեր։ Անկապ հարցեր չենք տալիս, որ չենք տվել։ Հարց ենք տալիս այն հարցերի շուրջ, այն թեմաների շուրջ, որ մատուցել ենք, բայց չի իմանում, չգիտի։ Շատ հավատացյալներ, տեսնում ես մեկը մեկին խորհուրդ են տալիս, բաներ են սովորեցնում, ուղղակի ավետարանին հակառակ, որտեղից են վերցրել, ինչ են սովորել, բայց ներկա են եղել ժողովներին։ Հետաքրքիր է, ներկա են եղել ժողովներին, բայց իրենց աշխատանք, իրենց խոսածած թեմանը անեծք է բերում լսողին, ոչ թե օրհնություն։ Ինչու՞։ Սիրում է աշխարհը։ Ինքը գալիս է ժողովի, բայց միտք չի առնում, որովհետև իր նախասիրությունները օտար են, շարժառիթները ուրիշ է։ Դրա համար իրեն լսած բաները, որ իրեն հետաքրքիր չեն, չի միտք առնում, պտուղ չի տալիս, չի անցնում սիրտը, որ ծելի այդ խոսքը և բարի պտուղ տա։ Բայց երբ որ ինքը խոսում է, պարզ երևում է, որ իր շուրթերի մեջ այնպիսի գաղափարներ են, որ սատանան է ուզում խոսվի այդպիսի գաղափար։ Մարդկանց հետ խոսում է թեմաներ, արթնացնում աչքերի ցանկություն, աշխարհասիրություն, փառավորվելու հակում, մրցակցության մեջ մտնելու ձգտում, ճոխության փափագ, գեղեցիկ ճոխ երևալու ծրագրեր, երևում է, որ խոսողը Աստծուն ընտրած չի, բայց մասնակցում է ժողովի։ Այդ ցանկություններն անցնելու են, բայց Աստծո կամքը անողը կմնա հավիտյան, Աստծո հետ կլինի հավիտյան։ Եթե ուզում ես օրհնել մարդուն, Աստծո կամք խոսիր։ Դու պահիր քո սրտում Աստծո կամքը և քո շուրթերի վրա լինի նրա սուրբ օրենքը, նրա կամքը, նրա գիտությունը խոսիր, դու օրհնություն ես լինելու լսողին։ Տեսեք, երբ որ սատանան ուզում էր մարդուն իրենով անել, շեղել, ինչ արեց։ Հենց առաջին մարդկանց է նրա գործարակերպը։ Ծննդոց գրքում 2-րդ գլխի 16-17 համարը կարդամ ձեզ հիշեցնելու համար սա, Աստված պատվիրեց մարդուն ասելով. Պարտեզի ամեն ծառերից համարձակ կեր, բայց բարի և չարի գիտության ծառից մի ուտի, որովհետև նրանից կերած օրը մահով պիտի մեռնես։ Ահա և Ադամը և Եվան գիտեին սա, Աստված ասեց։ Բայց երբ որ սատանան մոտեցավ հենց պարտեզում, Եդեմում, նրա առաջին անունն էր Արյուսյակ,
Այսինքն երևում է, որ բարի նպատակով ուղարկված էր աշխատելու մարդկանց հետ։ Սակայն երբ որ իր սրտում չար հակումը, ձգտումը հղիացավ, մեղանչեց իր մեջ, ուզեց Աստծուն հավասար լինել, ուզեց մարդը, որ Աստծո փառքի համար է, նրան տիրել, նրան առաջնորդել։ Եվ երրորդ գլխի առաջին համարից ասում է. օձը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Աստված ստեղծել էր, եւ կնոջն ասեց. իրավ Աստված ասեց պարտեզի ոչ մի ծառից չուտեք, եւ կինը ասեց օձին. պարտեզի ծառերի պտուղից ուտում ենք, բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց. մի ուտեք նրանից եւ նրան մի դպչեք, որ չմեռնեք։ Օձը կնոջն ասեց. բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտե, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծոպես կլինեք բարին եւ չարը գիտեցող։ Ես շատ է խոսվել այս հատվածի մասին, ես այս հատվածի մասին չեմ ուզում մանրամասնել։ Ուշադրություն դարձրեք, սատանայի խոսքից հետո երևում է, որ Եվան մտածեց նրա խոսքերի վրա։ Իր գաղափարում, իր ներսում տեղ գտավ նրա խոսքը, մտածեց նրա վրա, ինչ հետևանք բերեց, նայեք, 6-րդ համարում ասում է. կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին, եւ փափագելի էր ծառը նայելու համար, առավ նրա պտղից եւ կերավ, եւ իր հետ իր մարդին էլ տվավ։ Կարծես հեչ չէր տեսել այդ ծառին, կարծես նոր տեսավ։ Այստեղ այդ չի ասում, նա էլի էր տեսել։ Սակայն այլ մի մոտեցում իր մեջ բան փոխվեց։ Երբ որ սատանայի այդ կեղտոտ միտքը ընդունեց ու մտածեց, նրա փափագները, բաներ փոխվեց իր մեջ։ Ասում է, արդեն այդ ծառը ծառ, հաճելի թված, ցանկալի թված, փափագելի եղավ այս ծառը եւ կերավ այդ ծառի պտղից։ Բայց մինչ այդ պարզամիտ, մաքուր, այդ ծառի նայում էր, բայց այդ փափագելի չէր նրա աչքին։ Օտար միտք չէր անցնի նրա միջից, Աստված ասել է մի կեր, վերջ։ Բայց երբ որ սատանայի միտք խորուրդ, արդեն բան փոխվեց։ Շատ հոգևորներ երբեմն զգույշ չեն իրենց զրույցներում, որ կարող են իրենց խոսքերի, իրենց զրույցների մեջ դիմացինի ներսում բան փոխեն։ Օրինակ գալիս ենք հավաքույթ, խնջույք եղավ, որոշներ այդ խնջույքի մասնակցեցիք։ Ու լսում եմ զրույցներ։ Միասնավորություն իր զավակի համար։ Երիտասարդ մի աղջկա իր տղայի ներկայությամբ ասում է. «Բա ինչ սիրուն ես, ինչ լավ ես, լավն ես, քանի տարեկան ես, իմ տղան 18 տարեկան է, բա դու քանի տարեկան ես, ինչ է անում»։ Ուր է տանում այս երեխաներին։ Լավ 18 տարեկան երիտասարդ, պիտի գնա ծառայի բանակ, գա, սիրա հետելու է մղում, միտք է տալիս, չէ՞։ Միտք է տալիս, մտածելու բան է, սերմ է գցում։ Եվ այս տղան, եթե գալիս էր ավետարան լսելու, արդեն գալու է, արդեն ինչ-որ մեկին փնտրի, ում մասին ուշադրություն են դարձրել։ Այդ ծառը կարծես միշտ էլ կար, Եվան չէր նայում այնպես գայթակղված, բայց արդեն փնտրում է այդ մտքից հետո։ Այս ասողը ում առաջնորդությամբ խոսեց։ Աստծո։ Համարձակ կասեք, չէ, հենց այդ ուզում էր աներ չարը։ Չարի գործ։ Ճիշտ է։ Արդեն շարժարիտը փոխվեց, էլի կարող է այդ անձնավորությունը գա հավաքույթ։ 3 տարի գուցե, 3 տարի հետո պետք է ընտանիք կազմելու վրա մտածել, բայց արդեն միտքը զբաղված է։ Արդեն ազդեցության տակ է միտքը։ Գիտեք ոնց է։ Երբ որ մարդը հասնում է չափահասության այն տարիքին, որ պիտի ընտանիք կազմելու վրա մտածի, հետաքրքիր է, որ այդ ժամանակ դատողությամբ է մտածում։ Լավն ու վատը ընտրելու
գիտությունն է գործածում։ Բայց երբ որ ժամանակը չի, ինքն էլ գիտի, որ շատ ջահել է, դեռ հեռու է, այդ ժամանակ աչքերի ցանկությունն ու մարմնի ցանկությունն է ազդում։ Հավանում է դրանից դրդված, ոչ թե գիտությամբ, ոչ թե լավն ու վատը հասկանալով։ Եթե ոմանք այստեղ ընտանիք են կազմել ու բախտները բերել է, որ կողակից ապաշխարել են, չմտածեն, որ նույնը կլինի իր սերունդին, եթե այդ իր անցյալ սխալը սովորեցնի։ Դա ճիշտ չէ։ Ողորմել է Աստված, հաջողություն էր տվել, որ ընտանիքում խաղաղություն լինի, որ դու ապաշխարես, դա չի նշանակում քո այդ սխալ ընթացքը ճիշտ էր։ Այսօր հայտնի է անում քեզ Աստված, որ դու այդպես մի արա, մի սովորեցրու քո սերնդին, օրհնություն խոսիր։ Խոսիր բան, որ օրհնության ճանապարհ ցույց տաս։ Սրանք շատ կարևոր հարցեր են։ Ասում է հակառակորդը որոնում է, թե որին կուլ տա։ Հետաքրքիր է, որ հավատացյալ մարդը դարձավ գործիք հակառակորդի ձեռքին։ Պիտի մարդը զղջա։ Շատ մարդիկ են այդպես անում, գիտեք, մանավանդ մայրեր, իրենց տղաներին այնպիսի սխալ առաջնորդությամբ են առաջնորդում, ոչ ժամանակին, ուրիշ բան հասել է, հասունացել է, խորհրդակցես, սա ուրիշ բան է, ժողովուրդ, ժամանակից շուտ նրան սիրած պահելու ես մղում, տունը քանդում ես, կամ գիտեք, ես եմ ավելի շեշտադրում, բայց այսօր մրցավազք եմ մտած աշխարհի մեջ, փառասիրության, ունեցվածքի, ճոխության, այս մրցավազքից, դու ինչքան տանդ մեջ նստում խոսում ես այդ մրցավազքից, վայ ես մեկի մեքենան, այն մեկի հագուստ, այն մեկի աղջկա նիստ ու կացը, դու այնքան քո երեխաներին ոչ թե դեպի Աստված ես բերում, քո հարազատներին ոչ թե դեպի Աստված ես բերում, այլ տանում ես մրցավազքի մեջ, սատանայի ուզածն է դա։ Դրա համար ամեն հավատացյալ չի, որ Աստծո բանակի մեջ է։ Աստծո բանակի մեջ են համարվում նրանք, որ Աստծո կամքի են խոսում։ Որ հավատքի ավետարանի խոսք են մատուցում դիմացինին, որ մարդը կարողանա աստվածապաշտյան կապրի, մանավանդ այս դժվար ժամանակներում, որ ակնհայտ որսում է սատանան մարդկանց, գայթակղեցնում, տանում դեպի կուլ տալիս։ Լավ, ասենք թե մեկի տան անդամը հավատացյալ է, թե անհավատ է, կամ մեկի բարեկամը, կամ մեկի ընկերը հավատացյալ է, թե անհավատ է, սխալ ուղղություն տվեց։ Մի գայթակղվիր։ Եկել ես հավաքույթ, որոշել ես Տիրոջը հնազանդվել, չար սերմ ցանվեց, սրտիցդ հանի, քո զորությամբ չես կարա, արթուն եղեք, ասում է, ինքները ձեզ համար հսկում արեք, որտեղ սատանան ուզում է չար միտք դնի սրտիդ մեջ, եթե դրեց չար խոսք, չար ծրագիր, որոմ ես դառնալու, եթե Աստծո ավետարանի խոսքը մնաց սրտումդ, ցորենի հատիկ, բարի սերմ ես դառնալու, բարի պտուղ ես տալու, Աստծո որդի ես լինելու, ինչ խոսք ընդունեցիր, դա էլ պիտի պտուղ տա, ինչ ծրագիր ընդունեցիր, դա պիտի աճի քո մեջ։ Ուրեմն, հակառակ կենալ սատանային հավատքով, այսինքն ավետարանի խոսքը ընդունել, մերժել սատանայի խոսքը կամքը ու աղոթք անել, Տեր Աստված ինձ ազատիր այդ ազդեցությունից, իմ սրտից հանիր, որ ես չտարվեմ դրանով։ Աստված օրհնի ձեզ։ Մի մարդ ինձ հարց տվեց, ասեց, եւ շատ հավատացյալներից եմ լսել, իհարկե այդ հարցը մենակ այդ մարդը չի տվել, էլի մարդիկ են տվել, ինչու են ասում, որ հարուստները Աստծո արքայություն չեն մտնի։ Ասում եմ, ավետարանում այսպիսի խոսք չկա, որ ասի հարուստները Աստծո արքայություն չեն մտնի, տեքստից դուրս խոսք կարաս գտնես։ Բայց ասում է, այն հարուստները, որ հափշտակում են, թալանում են, հարստահարելով են հարստացին, նրանք չեն մտնի Աստծո արքայություն։ Շատ մարդիկ կան հարուստ են, բայց տարված չեն իրենց հարստությամբ։ Եղած չեղած, նույնիսկ փորձության ժամին բաներ կա կորցնում են, բայց հավասարակշռությունից չեն կորում։ Կարծես դրանց համար եղած չեղած հարստություն։ Շատ մարդիկ կան, որ չունեն էլ շատ բան,
բայց տարված են հարստությամբ։ Փոքր բան ունեն, բայց այդ փոքրն արդեն տարել է իրեն։ Եվ իր արտահայտությունները, խոսակցությունները ոչ թե օրհնություն է, այլ շահասիրություն է ցանում։ Թեկուզ շատ բան չունի, բայց արդեն տարված է, չի նկատում։ Իր թեմաները չի քննում։ Փորձեք ձեր անձերը, ստուգեք ձեզ, ձեր խոսակցություն ընտանիքում, սուրճի սեղանի շուրջ, որ հավաքվում եք, ինչ եք խոսում։ Դա ցույց է տալիս ինչ կա քո սրտում։ Բերանը սրտի ավելցուկից է խոսում։ Դա օգնում է քեզ տեսնես քո նախասիրությունները։ Եթե ավետարանի խոսք կա, հավատք կա քո մեջ, մարդուն տանում ես բավարարված լինելու, անկուշ չլինի, իր ընկերոջ հավատարիմ լինի, ամեն բանին իր ժամանակը ունի։ Դրա համար եմ ասում ժողովուրդ, շատ մարդիկ, մանավանդ երիտասարդներ գալիս են հավաքույթի, ցավում եմ, ախր աշխատում ենք նրանց համար, ծառայում ենք նրանց համար, ինքնակամ որոշել ենք ծառայել ձրի այդ մարդկանց, բայց տեսնում ենք շշմած նայում են մեզ։ Այդ ամեն օտար միտքը կախարդության նման ազդում է մարդու վրա, ոնց որ միտքը որսված, կախարդված ունի, շշմած նայում է, հարց եմ տալիս չի կարող հասկանա ինչ է սովորել, ինչ է լսել, չի անցել սիրտը։ Ավետարանի խոսքը սրտում չկա, չի մտածել, բայց եթե միտքը ազատ լիներ, այդ գերեվարող աշխարհի ցանկություններից ազատ լիներ, կգար հավաքույթ, պտուղ կտար լսածը, պահեր սրտում եւ պտուղ կտար։ Տերը մեզ օրհնի։ Ամփոփ ասած, նայեք ինչ եք խոսում, օրհնում եք թե անիծում։ Ավետարանի խոսք ունենաս, կօրհնես, եթե չունենաս, չես օրհնի։ Տերը ձեզ օրհնի, աղոթք անենք, Տերը մեզ օրհնի իրականում։ Ների ամեն սխալներն էլ, ների ամեն բաց թողումները,